Նոր Հայաստանը կազմակերպված սադրանք է, որակում գիշերվա միջադեպը եւ շարունակում է պնդել, որ 7 քաղաքացիներն Ազատության հրապարակից ապօրինի կերպով էին բերման ենթարկվել ոստիկանություն։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի փաստաբանը շարունակում է բարձրաձայնել, որ Սաֆարյանի կյանքը քրեակատարողական հիմնարկում վտանգված է։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը տեղի ունեցած նոր երևույթ է համարում Հայաստանում։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտ պայմանը քաղաքական կամքն է, քաղաքական որոշումը, ինչը մեր երկրում բացակայում է։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի անդրադարձը ԱՄՆ կառավարության եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ համատեղ պայքար ծավալելու վերաբերյալ հայտարարություններին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ընթացող Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը հնարավոր է վնասի 3 ԵԽԽՎ-ի կողմից ընդունված Սարսանգի ջրամբարին վերաբերող բանաձևը։ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարը կարծում է, որ ԵԽԽՎ-ն հատուկ գիծ է բռնել, որտեղ փորձում է անտեսել բոլոր սկզբունքները։ Սահմանին հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, անցնող գիշեր հայ դիժկապահների ուղղությամբ արձակվել է 350 գրակոց։ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն հունվարի լույս 27-ի գիշերը Ազատության հրապարակից բերման են ենթարկվել շուրջօրյա հավաքի մասնակիցներ հասարակական վայրում հոգելից խմիչքներ օգտագործելու համար։ Բերման ենթարկված անձինք, սակայն ըստ նույն հաղորդագրության արդեն ազատ են արձակվել։ Նոր Հայաստան շարժման քաղաքորդի անդամ Անդրեաս Ղուկասյանի պնդմամբ սա ոստիկանության կողմից կազմակերպված սադրանք է իրենց շարժմանը խոչընդոտելու նպատակով։ 4 քաղաքացիներ, որոնք դուր մոտեցել են Միշկով եւ ինչ-որ այլ սելիկները, տեսներով եւ առաջարկել են այստեղ իրենց անդամներից մեկի ծնունդը նշել, նստածույցի հետ եւ բողոքի ակցիայի հետ կապ ունեցող քաղաքացիները։ Դա փորձ էր խոչընդոտել նստածույցին բույքի արգրավման միջոցով։ Օպերացիայի արդյունքում մոտ 20 իր է արգրավել այստեղից, դա եղել է ծածկը, սեղանը, տաքացուցիչ սարքերը։ Անդրեաս Ղուկասյանը տեղեկացրեց, որ մինչ գործողության դիմելը ոստիկանությունը որևէ նախազգուշացում իրազեկում չի կատարել շարժման մասնակիցների համար, ոստիկանության այս գործողությունները սպասելի էին, ավելին իրենք այդ մասին բարձրաձայնում են դեռ հունվարի 22-ի ասուլիսի ժամանակ։ Ոստիկանությունը ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ անկախ Հայաստանի Հանրապետության ես պատմության մեջ դարձել է գործող վարչախմբի հիմնական գործիքներից մեկը, եթե ոչ գլխավոր, որը Հայաստանի ներքին անվտանգությունը հասցրել է սերոյական վիճակի։ Ոստիկանությունը ամեն անգամ քաղաքական ակտիվ գործունեության ընթացքում սկսում է ակտիվ օգտագործվել վարչախմբի կողմից։ Ամանորի գիշերը Ազատության հրապարակից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով բերման ենթարկված, այնուհետ ձերբակալված ու այժմ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում իր երկամսյա կալանքը կրող հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը շարունակում է բարձրաձայնել, որ Սաֆարյանի կյանքը քրեակատարողական հիմնարկում վտանգված է, այնտեղ նրան սպառնում են։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գալայի հետ զրույցում անդրադառնալով փաստաբանի այս հայտարարություններին նշեց, թե տեղի ունեցածը նոր երևույթ է Հայաստանում այն առումով, որ քաղաքական հայացքների համար ազատազրկված անձինք քրեակատարողական հիմնարկի ներսում խնդիրների են բախվում։ Դեռևս 90-ական թվականներից Հայաստանում քաղբանտարկյալները կամ քաղաքական ենթատեքստով բանտարկյալները այդպիսի մի չգրված օրենք կամ ցուցում կար։ Առաջին օրերը, երբ որ քաղաքական իրավիճակը լարված էր լինում, նրանց նկատմամբ ոստիկանական բաժանմունքներում բռնություն կիրառվում էր, բայց քրեակատարողական հիմնարկներ անցնելուց հետո նրանց նկատմամբ եղել է դրական իմաստով հատուկ վերաբերմունք։ Այս տեսակետից Գևորգ Սաֆարյանի եւ Հայկ Գյուրեղյանի հետ կապված դեպքերը խիստ մտահոգիչ են։
Ըստ իրավապաշտպանի դա նշանակում է, որ Հայաստանում այդ ուղղությամբ իրավիճակ է փոխվել դեպի վատը, դա նշանակում է, որ քրեական տարրերին օգտագործում են քաղաքական հայացքներ ունեցողների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։ Սա շատ վտանգավոր եւ նոր երևույթ է եւ պետք է մտածել հակաքայլեր ձեռնարկելու մասին, գտնում է իրավապաշտպանը։ Արդարադատության նախարարությունում նախարարների հաճախակի փոփոխությունն իրավիճակի լուծում չէ։ Խնդիրը շատ ավելի խորքային է, կարծում է Ավետիք Իշխանյանը։ Այս տեսակետից մի կողմից դա պատասխանատու է արդարադատության նախարարություն համակարգի համար, բայց մյուս կողմից որևէ լիազորություն չունի անկախ նախարարի անձից։ Ավելի շատ պատասխանատվություն ունի քրեակատարողական հիմնարկի պետը, որը նշանակվում է հանրապետության նախագահի կողմից։ Այն ճնշումները, որ գործադրվել են Գևորգ Սաֆարյանի, Հայկ Գյուրեղյանի նկատմամբ, այդ տեսակետից սա ոչ միայն բացարձակապես պետք չէր արդարադատության նախարարությանը, քրեակատարողական վարչությանը եւս ձեռնտու չէր։ Եվ եթե այդ ճնշումները եղել են, ապա ավելի ազդեցիկ մարդկանց կողմից են եղել հրահրված քրեաօլիգարխիկ եւ քրեակատարողական վարչությունը առավել եւս արդարադատության նախարարությունն անզոր են եղել դրան դիմակայելու համար։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը անդրադառնալով ԱՄՆ կառավարության եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ համատեղ պայքար ծավալելու վերաբերյալ հայտարարություններին կարծիք հայտնեց, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտ պայմանը քաղաքական կամքն է, քաղաքական որոշումը։ Հայտարարագրերի ուսումնասիրության անհրաժեշտությունը մեկ անգամ չէ, որ նշվել է։ Կան բազմաթիվ հրապարակումներ այս կամ այն պաշտոնյայի ահռելի ունեցվածքի վերաբերյալ, սակայն այդ հայտարարագրերը եւ լրատվամիջոցների հրապարակումները երբեք ուսումնասիրության առարկա չեն դառնում համապատասխան մարմինների կողմից։ Այդ սկզբունքի իրականացման ուղղված գործողության առաջին փաստը կարող էր լինել պաշտոնատար անձանց կողմից եկամուտների վերաբերյալ հայտարարագրերում նշված տվյալների եւ պաշտոնատար անձանց, այդ թվում նրանց հարազատների պաշտոնական եկամուտների աղբյուրների միջև ակնհայտ հակասության փաստերը եւ այդ փաստերի հիման վրա ստուգումների պատշաճ իրականացումը։ Բացի այդ, հարկավոր է նաեւ ուսումնասիրության արդյունքները ոչ միայն հրապարակել, այլ նաեւ օրենքով սահմանված իրավական գնահատական տալ։ Արթուր Սաքունցը որպես ամենաթարմ օրինակ մատնանշում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի վերաբերյալ, որ օդում կախված լուրեր կան, որ Ծառուկյանը չի կատարում իր հարկային պարտավորությունները։ Հանձնարարական տրվեց վարչապետին իրականացնել ստուգումներ, սակայն Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո հայտնի դարձավ, որ ստուգումների արդյունքում չարաշահումներ չեն հայտնաբերվել։ Հարկ է հիշեցնել նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված քաղաքական կոռուպցիայի դրսևորման դեպքերին դատախազության պահվածքը։ Իրավապաշտպանի խոսքերով Հայաստանում ձևական բնույթ ունեն քրեական գործերի, նախաքննության իրականացման, մեղադրանքների առաջադրման բոլոր գործողությունները։ Վստահության վերականգնման համար, որը վաղուց արդեն իշխանությունները սպառել են, դատախազությունն առնվազն պետք է ձեռնամուխ լինի Հայաստանում մի քանի անձանց ունեցվածքը խոշորացույցի տակ առնելու եւ պատասխանատվության կանչելու։ Ցուցակում առաջիններից պետք է լինի վարչապետը, ֆինանսների նախարարը, իրավապահ մարմինների ղեկավարները եւ նրանց աշխատակազմը, որոնք ունեն աստղապաշխական թվերի հասնող միջոցներ։ Պատասխան պետք է տան հարցին, թե ինչով է պայմանավորված, որ 40-50% աղքատություն ունեցող երկրում կարող են նման տիպի աստղապաշխական թվերով հարստություն ունենալ։ Օդում կախված են մնում հենց Սերժ Սարգսյանի եղբոր Սաշիկ Սարգսյանի 50%-ով փայ մտնելու մասին լուրերը, որևէ ստուգում կատարվել է այս լուրերի վերաբերյալ։ Սա է ամբողջ էությունը, կոռուպցիան հովանավորվում է քաղաքական իշխանության կողմից եւ ոչ թե պետք է հայտարարություններ արվեն, այլ գործողություններ։ Իսկ առանց գործողությունների փոքր ցկնիկներին բռնելու միջոցով ցույց տալ, թե իբր գործ է արվում, դա համոզիչ չէ։ Հիշենք, որ բոլորիս աչքի առջև է կատարվում ամեն ինչ եւ բոլորն ամեն ինչի մասին շատ լավ գիտեն։ 2016 թվականի հունվարի 1-ին Գերմանիան ստանձնել է ԵԱԿ նախագահությունը։ Այդ կապակցությամբ ԵԱԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը եւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը մամլո ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում ներկայացրեցին ԵԱԿ գերմանական նախագահության գերակայությունները։ Հայաստանում Գերմանիայի դեսպանն ընդգծեց, որ Դաշնային արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ներկայիս ԵԱԿ գործող նախագահ եւս իր ելույթում կարևորել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։
We are particularly concerned about the situation at the contact line. Մենք մասնավորապես մտահոգված ենք շփման գծում եւ սահմանին առկա խնդիրներով, հատկապես ծանր զինատեսակների օգտագործման հանգամանքով, որոնք որ հանգեցնում են նաեւ զոհերի ընդհուպ մինչեւ քաղաքացիական։ Եվ այս նպատակով մենք ամբողջությամբ աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությանը, որպեսզի ձևավորվի մեխանիզմ, որը հնարավորություն կտա հետաքննել հրադադարի խախտման բոլոր դեպքերը։ Ստատուս քվոն հաղթահարելու համար կա քաղաքական կամք, որին պետք է աջակցի քաղաքացիական հասարակությունը, եւ կողմերը պետք է զերծ մնան ապակառուցողական հռետորաբանությունից։ Create a mechanism to investigate violations of the ceasefire. ԵԱՀԿ-ում 2016 թվականին նախագահող Գերմանիան խոստանում է ավելի մեծ ուշադրություն դարձնել սառեցված հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հայդրուն Թեմփելը ավելի վաղ հայտարարել էր, որ Գերմանիան մեծ ուշադրություն կդարձնի սառեցված հակամարտություններին, այդ թվում նաեւ այն հակամարտությանը, որում ներգրաված է Ադրբեջանը։ Գալան Հայաստանում Գերմանիայի դեսպանից հետաքրքրվեց, թե ինչ է նկատի ունեցել իր ադրբեջանցի գործընկերը։ Գերմանիան առաջարկելու է Ղարաբաղյան հարցի կարգավորման նոր ուղիներ, թե Գերմանիայի համար ընդունելի է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ձևաչափն է։ You are right, my colleague in Baku. Ըստ էության իմ գործընկերն ասել է այն, ինչ որ ես եմ հիմա ասում, եւ իհարկե դա իրականացվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի նախաձեռնություններին մենք աջակցում ենք։ Of course, within the OSCE Minsk group. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ընթացող Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը հնարավոր է վնասի 3 ԵԽԽՎ-ի կողմից ընդունված Սարսանգի ջրամբարին վերաբերող բանաձևը հարցին պատասխանելով ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ-ն հատուկ գիծ է բռնել, որտեղ փորձում է անտեսել բոլոր սկզբունքները, այդ թվում նաև ԵԱՀԿ-ը։ Рассматривались две очень таких неприятных, жестких резолюции против Армении. Դիտարկվում էին երկու շատ տհաճ կոշտ բանաձևեր, որոնք երկուսն էլ հակահայկական էին։ Հաջողվեց մեկը օրակարգից անել, սա արդեն իսկ կարելի է համարել հաղթանակ։ Դժբախտաբար գիտեք, ԵԱՀԿ-ում դիրքորոշումը այս հարցում եւ կոնկրետ Սարսանգի դեպքում չհաջողվեց հանել օրակարգից, բայց ամեն դեպքում համարում եմ արդեն իսկ մեծ հաջողություն, որ առաջնային բանաձևը հանվեց օրակարգից։ И вот в отношении данной резолюции, к сожалению, не удалось ее, как говорится, вывести за повестку дня. Հայաստանում Գերմանիայի դեսպան առաջին անգամ էր լսում, որ Գերմանիան հավակնում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի տեղին, իսկ դիտարկմանը, որ Ադրբեջանի նավթն ու խավիարը եվրոպական կառույցներում երբեմն հաղթում է եվրոպական սկզբունքներին, Գերմանիայի դեսպանն արձագանքեց, որ ինքը Հայաստանում է եւ չի կարող մեկնաբանել Ադրբեջանի քաղաքականությունը։ Արցախի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 26-ին եւ լույս 27-ի գիշերը Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիշկապահների ուղղությամբ արձակել է շուրջ 350 կրակոց։ Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ականանետ եւ նռնականետ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնային գծում եւ պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում նշվում է Արցախի պաշտպանության բանակի մամլոյցարայության հաղորդագրությունում։